Եթե սպարապետը կենթանի լիներ, արդյոք այսպիսի բանակ էինք ունենալու։ Ես համոզված եմ, որ ավելի զոր կլեր բանակը, քանի որ այս պահին, այս 15 տարիների ընթացքում սպարապետի ոգին է բանակի մեջ։ Այդում նաև բանակի հիմնադիրներից մեկը այս ազատամարտիկներն ենք մենք, նաև նույն հոգով մինչև այսօր պատրաստ ենք պատերազմի։ Եվ բանակը այսօր որ հզորը ինչու՞ չէ, մեծ գործը ոնց որ սպարապետները ասեմ, մենք ինչ կարացինք, արեցինք, բայց ձեռք բերեցինք հպարտություն։ Այդ հպարտությունը այսօր բոլորս տեսանք այս սերունդի, այս մանուկների, աղջիկների, տղաների մեջ։ Այ շատ հետաքրքիր է, դուք հետևում եք լրահոսին, երբ ամեն օր մենք ոչ թե սահմանում ենք զինվոր զոհում, այլ պարզապես զինակցի գնդակից։ Այս խնդիրները ինչպես պիտի կարգավորվեն։ Շատերն ասում են բանակը ունի արդիականացման խնդիր, դուք նկատում եք։ Ես կարամ հարցին հետևյալ ձևի պատասխանեմ։ Մարդու էությունից է գալում։ Քաղաքացիական կյանքում էլ շատ կան, չէ՞, չար երեխեք, որ ոչ ծնողին են ենթարկվում, ոչ հասարակությանը, այս ամենը նաև կարող է տեղափոխվի բանակ, բայց դա չնչին տոկոսակազմում, որը որ նաև հնարավոր է ալի էմոցիաների տակ, չգիտեմ, հուզմունքներից, բայց այսօր զինվորը ընդամենը մի պարտականություն պետք է ունենա, պահպանելով իր հայրենիքը, ոնց որ Անդրանիկ զորավարներ ասեմ, հայրենիքը սիրելուց առաջինը պետք է սիրես ընտանիքդ։ Ես ցանկանում եմ մեր բոլոր զինվորներին, որ իրանք խաղաղության մեջ միշտ պատերազմի պատրաստ լինեն, իրար հետ կոնֆլիկտ չունենան։ Տեսակետով ես դեմ եմ արտագաղթին, նաև չեմ ընդունում մարդկանց, որոնք բանակից խուսափում են։ Ես ունեմ երկու տղա, երկուսն էլ բանակից ծառայել են, նորեկեր են։ Թող բոլոր ընտանիքի պատասխանատուները համոզված են, որ երեխա փախցնելով այդ երեխու ճակատագրի հետ են խաղում։ Իսկ բանակը դա կյանքի դպրոցն է։ Այո, այդքան կոփվեն, որ ինքնուրույն ապրեն, հասկանան պաշտպանությունը որն է, ընտանիք կազմելը որն է, ով բանակից խուսափում է, ես չեմ հարգում։ Չեմ էլ ուզում։ Ծնողը տեսնում է, որ շարքային զինվորին նվաստացնում են, ծեծում են, հոգեկան խանգարման հասցնում։ Այս բանակի հրամկազմի խնդիրը ինչպես պիտի լուծել վերապատրաստման միջոցով։ Դուք ինչ խնդիրներ եք արձանագրում։ Դուք հարցը շատ ճիշտ տեղին եք տալում։ Մենք պետք է նաև ընդունենք, որ նորաստեղծ բանակ է։ Դեռ նոր վերջի տարիները կարգավորը մեր սպայական կազմը եւ համոզված եմ, որ այդ հալով ավելի շատ կզարգանան եւ պատասխանատվություն կզգան, ինչ վերաբերում է որ բանակում կա նման դեպքեր, բոլոր պետության մեջ բանակներում էլ կարալի նման դեպքեր, բայց ցանկալի է որ չլի, այո, չլինի։ Եվ շատ կարևոր է որ հասարակական միջոցառումները, ազատամարտիկները անընդհատ շփվեն բանակի հետ։ Ես օրինակ համաձայն եմ, որ մենք ջոկատներով կարանք առաջիգից զինվորի կողք կլենք, ավելի կոգևորվեն, նաև զինվորական հոգեբանությունով կդաստիարակվեն եւ տեղեկացված կլեն թե ինչ բան է պատրաստ։ Քաղաքացիների ազատամարտիկ թե զինվորական օրենքի դեմ հավասար բոլորս պետք է պատասխանատու լինենք։ Ճիշտ է, մեր մարտական ընկերն է շատ հերոս խիզախ տղա է, ես կոնկրետ չգիտեմ, ինչ պատճառն ինչ է, ինչի համար է դա։ Իբրև $3000 միջնորդություն է ներկայացրել բանակից ազատելու համար ոմն տղա։ Բայց չգիտեմ ես դա հիմնավորված է թե չէ։ Ցավում եմ, որ ազատամարտիկը նաև նման կարգավիճակում է հայտնաբերվել, բայց ուզում եմ, որ ազատության մեջ լի եւ իր Այսօր ազատամարտիկներ շատ ունենք ազատության համար մարտնչողներ։ Այո, ինչու՞ չէ, այսինքն սաղ ազատամարտիկներ են։ Սաղ։ Այս տարեքին մինայի, մենք բոլորս նաև պատրաստ ենք վաղվա պատերազմին, այսօրվա պատերազմին, դեպքը լավ չինարում Այս կակրած երեխներս մեր անձնական մեքենաներով հասել ենք ուղիղ Չինար։ Դուք էլ եք Չինար գնացել։ Իսկ ամենահետաքրքիրը նրանում էր կայանում, որ չէինք պայմանավորվել։ Առավոտը շուտ բոլորս հավաքվեցինք մի բակում առանց պայմանավորվելու գնացինք։ 2 ժամից Չինարի մեջ տղա կային։ Ինչը ստիպեց ձեզ գնալու, հայրենիքի նկատմամբ սերներ։ Մեր գենետիկան երկիրը պաշտպանելու, դա մեր մեջ նստած է։ Շատերը հակառակը, շատերը գալացող են, կանգնող են ու պայքարող են, 100%։ Միշտ այն վատ վարք ունեցող կին կամ տղամարդ աշկի են գնում։ Ու դրա համար, երբ որ մի քանի հոգի տենց աշկին են գնում, նստա տպավորություն է ստեղծում, որ դրանք շատ են, շատ չեն, շատ չնչին քանակ են, ուղղակի նրանք շատ են աշկին գնում։ Իսկ նորմալ տղաները, որ իրոք մարտնչող են, նրանք իրանց համար ամեն մեկ իրանց գործին, իրանց տներով, բայց պահ եկավ, այ ոնց որ մենք առանց պայմաններ չենք է զանգել իրար։ Մի բակում հավաքվեցինք, առանց պայման, ով ինչ կարացավ, վառելիքա լցրեցինք ու 2 ժամից հետո Չինար էինք։ Եթե սպարապետը կենթանի լիներ, արդյոք կհաշտվեր մեր իրականության հետ, որ այսօր ունենք, եւ արդյոք կունենայինք այս բանակը, թե ավելի մարտունակ եւ հզոր բանակ ունենայինք, ըստ ձեզ։ Առաջի հարցին 100% ոչ։ Հաշտվի մեր իրականության։ Հաշտվի այս իրականության հետ, որի հետ ես էլ եմ դժվար
ասեմ հաշտվում, չեմ հաշտվում, ուղղակի փորձում ենք շնորհքով ինչ-որ մի բան շտկել։ Բանակը ավելի լավ թե վատ չեմ ասի, որովհետև մենք այսօր ունենք կայուն հստակ բանակ, իհարկե, աշխատելու կա, միշտ աշխատվի, միշտ ավելի կյանքը գնում է առաջ, բայց որ կյանքը լրիվ ուրիշ ձևի կլներ համամիտ է։ 27-ը խայտարակություն էր հայ ազգի, ընդհանուր պատմության ինչքան գոյատևել է հայ ազգը, խայտարակություն էր 27-ը։ Եվ ոչ միայն նրա համար, որ մարդկային զոհեր տվեցինք, այն էլ ինչ մարդկան զոհեր։ Ապտակ էր հայ ազգին, որ մինչև այսօր երևի հələ ուշքի չեն գալիս։ Եսի ուշքի կգանք թե չէ, դա էլ հարց է։